Ղրիմը կապված է անմիջականորեն ռազմական գործողությունների հետ։ Ուկրաինական Մադիարի, այսպես ասած, ստորաբաժանումները, դրոնային ԱՏՍ-ների ստորաբաժանումներն են, որոնք վերցրել են օդային վերահսկողության տակ ցամաքային ճանապարհը դեպի Ղրիմ, ոչնչացնելով վառելիքի տեղափոխող, վառելիք տեղափոխող ավտոմեքենաները եւ Ղրիմը մայրցամաքի հետ կապող կամուրջները, երկու կամուրջ Չոնգարում եւ մեկ կամուրջ Արմյանսկում։ Հիմա այնպեսին է իրավիճակը, որ Չոնգարի երկու կամուրջը վնասված են, ոչնչացված են եւ ամբողջ այդ բեռնափոխադրումները Ռոստով, Մարիուպոլ, Բերդյանսկ, վերև դեպի Տոկմակ, Մելիտոպոլ, Տոկմակ, Չապլինկա եւ Չապլինկայից դեպի հարավ, դեպի Արմյանսկը, տենց է ճանապարհը։ Չապլինկան շատ կարևոր կետ է, ժամանակին, եթե մարդիկ հետևում էին, Չեռնաբաևկա կար միան։ Այդ Չեռնաբաևկան բաններ օդանավակայան, ինքը ռազմական թռիչքուղի էր, ասենց ասեմ, որտեղ որ ռուսները Խերսոնի ինքը Խերսոն քաղաքից դեպի արևմուտք էր եւ ռուսները չգիտես որոշել են որ դա լավ տեղ է, իսկ ուկրաինացիք արդեն հայմարսն ու բանը ստացել էին հեռավոր հրետանին։ Ռուսները հագալի այդ Չեռնաբաևկայում կանգնում էին, թե օդուժը, թե ինչ որ տանկային ստորաբաժանումներ, բան, ուկրաինացիները դրանց ոչնչացնում են։ Չեռնաբաևկան մեմ էր դառը։ 14 հարված ա եղել այդտեղ, ահռելի կորուստներ են ռուսները ունեցել, կատակ էին անում, որ Խերսոնից դուրս են եկել հենց այդ Չեռնաբաևկայի պատճառով։ Չեռնաբաևկայից հետ քաշվելուց հաջորդ նմանատիպ կետը այդ Չապլինկան է, որտեղ որ ինքը այդտեղ հիմա կուտակվում են։ Հիմա ամբողջ բեռնափոխադրումները գալիս են այդտեղով, այս կետը առաջնագծից 70 կիլոմետրի կարգի է մոտավորապես։ Եվ ինքը ամբողջությամբ ուկրաինական հարվածից է։ Սա ավտոմատ կերպով բերում է վտանգների։ Ասում են, որ վարորդները, ծանր բեռնատար ավտոմեքենաների, նույնիսկ 150-ից 200,000 ռուբլի մեկ գնալ գալուն չեն վերցնում ու չեն գնում Ղրիմ, որովհետև առնվազն մեքենայի կորուստի հավանականությունը 80%-ա, կյանքի կորուստունն է 50%։ Իրանք գնահատում են ռիսկերը եւ չեն գնում։ Արդյունքում Ղրիմում չկա վառելիք, որովհետև այդ մեքենաները չկան, Ղրիմի կամուրջով չի կարելի բերել, որովհետև ինքը շատ վաղուց դեռևս 23 թվականին վնասված է եւ չի դիմանում բաներ, բեռնատարներ չեն թողում որպես մեքենաներ, իսկ վնասված է նաեւ երկաթգիծը։ Երկաթգիծն էլ չեն թողում, որովհետև վախենում են մեկ դրոնը, մեկ ցիստերնին եւ իմացեք, որ ամբողջ կամուրջը վարի է գնում, որովհետև այդ բենզինը տրակեց, էլ բռնել չկա։ Ղրիմում չկա վառելիք։ Երկրորդ փուլով Ղրիմում արդեն իսկ սկսում են նվազել առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք որ բան, ինչից է սկսում է շաքարավազ, զուգարանի թուղթ, հələ աղը կա, բայց ասենք լուցկին արդեն պրոբլեմա։ Ուկրաինան շրջափակման մեջ է։ Շատ հետաքրքիր բան էր, շատ հետաքրքիր վերնագիր էր ուկրաիներեն, ասում է Աքսյոնովի բանկա Օստրով Կրիմ։ Ինքը բանից կիսա թերակղզուց դարձավ կղզի։ Ինքը փաստացի կղզի է դարձել։ Հիմա տեսեք ինչն է, նա որ ծով է, չէ։ Ուկրաինան ոչնչացրել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմը։ Նավատորմ չկա։ Լաստանավերը, որոնք մի հատ բան ունենք է, այտենց մի հատ նախարար ունենք էկոնոմիկայի իշմեք, Վահան Քերոբյանն, որ ասում էր մենք Ղրիմ sense մի հատ լաստանավ կտանենք, ման այդ տենց ինչ-որ մտածելակերպով մարդեր, այդ մեր լաստանավ այնտեղ էր կանգնած, երեքն է ոչնչացված է։ Այդ լաստանավներն էլ չկան։ Այսինքն Ղրիմը ոչ միայն կղզի է, այլ նաև կղզի է, որի ոչ մի կետ չի կարողանում սպասարկվել ոչ ծովով, ոչ օդով, ոչ ցամաքով։ Եվ այնտեղ սպասվում է սով, լուրջ եմ ասում, սով։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ Մադիարի դրոնները ունակ են այդ ցամաքային ճանապարհը փակ պահել, մարդու կորուստ չկա, դրոնը իրանք սարքում են միլիմետր մոտավորապես պատկերացրեք Ուկրաինան տարեկան FPV դրոններ արտադրում է 1.5-ից 2 միլիոն հատ։ 2 միլիոն հատ։
Այսինքն իրանք պոտենցիալ մեկ բեռնատարին կարան ասենք, չգիտեմ, 70 հատ դրոն թողեն։ Ու դու ոչինչ չես կարող անես, այդ բեռնատարը տրակելու է։ Հետևաբար այնտեղ լինելու է սով։ Ու դուրս գալու հնարավորություն չկա։ Որովհետև վառելիք չկա, դու չես կարող նստել ավտոմեքենա, ասենք Յալտայից, Ալուշտայից կամ Սևաստոպոլից ու գնաս ինչ-որ միտեղ, վառելիք չկա, դու պետք է ոտով գնաս։ Նկարագրեցիք, բանակցային ֆոնը ինչպիսին է։ Բանակցային ֆոնը Ռուսաստանը ինչպես է ճեղքում այդ խնդիրը, որովհետև ամբողջ աշխարհն է դա տեսնում։ Ասում են, որ Աբրամովիչին փորձել մեյդան գցեն, սա առաջի դեպքը չի։ Երբ Աբրամովիչը բանանում, Աբրամովիչը շատ է ուզում իր գումարները պատժամիլոցների տակից հանի, որոնք մի մասը Բրիտանիայում է փակ, մի մասը Եվրամիությունում, եւ ինքը ամեն ինչ անում է, որ այս խոսակցությունը լինի, ըստ որոշ վերլուծաբանների, որոնք նաեւ բավականին խորը ուսումնասիրում են խնդիրը եւ ամբողջությամբ բանի մեջ են։ Գնահատվում է, որ Պուտինը ջղայնացել է նրանից, որ Իրան դե Պուտինը բացեի բաց այդ բանը քննարկել է, որտեղից ենք մենք իմացել, որ Աբրամովիչն է գնալ, Պուտինը բացեի բաց հայտարարել է, ինքը գաղտնի օպերացիա էր։ Այսինքն կատաղեց բունկերային առնետը առաջարկից եւ բանից, որ հայտարարել որ բացեի բաց հայտարարել է Զելենսկին է, ոնց որ ասել է, օքեյ, դե արի ասեմ։ Ու բացել է թե ինքը ինչ առաջարկ է։ Եվ փաստացի որքան էլ որ դա տարօրինակ չի, Ռուսաստանի համար շատ լավ պայմաններ են եղել։ Այսինքն ճակատի սառեցում գծով, որտեղ որ հիմա կանգնած է։ Մոտավորապես 94 թվականի Հայաստան-Ադրբեջան թեման։ Ճակատով սառումը։ Ուղղակի սրանից հետո հաջորդիվ, քանի Ռուսաստանի ոչ մեկ պատժամիջոցների տակից չի անելու։ Բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանին սա պետք է որ ինքը շունչ կաշի, հետո հարձակվի, Ուկրաինային էլ ապա սա պետք որ շունչ կաշի, հետագայում հանի։ Այս ցիկլը, ասենց այս սպիրալը ի վերջո տանելու է նրան, որ Ռուսաստանը 100%-ով պարտվելու է պատերազմը եւ ինչքան շատ ձգի, այդքան ավելի մեծ խնդրեմ է լինելու։ Վստահ եմ, որ սա հասկանում է Աբրամովիչը։ Եվ վստահ եմ, որ այս հասկացողությունը կա նաեւ վերնախավի մի մասի մոտ։ Առավել եւս, որ ուկրաինացիք շարունակաբար ոչնչացնում են գեներալիտետը։ Ընդ որում Մոսկվայում այնպես չի, որ ինչ որ միտեղ ճակատում դե հիմա շտաբ է, ինքը դրա համար է նախատեսված, զինվորական է, կարա եւ մահանա, արդ չկա։ Այնտեղ պատիվ է մահանալը, կոպիտ ասած մարտի դաշտում ես։ Բայց եթե դու տանն ես դուսես եկի, ասենք բանով 3 գից Ադիբաս Սպարտիվկով զիբիլը գցելու դե Աբիբաս տրակել ես ասենք լավ, այսինքն այնտեղ սենց ասենք չենք ասում շատ պիկային է, բայց ինչ որ լուծում, նոր լուծում պետք է տրվի։ Նոր լուծում պետք է, ես համաձայն եմ, բայց գիտեք, այդտեղ մի հատ շտկում է պետք։ Բանա ֆլիպ-ֆլոպ է եղել, այսեն շուր է եկել։ Այո։ Թելադրողը Ուկրաինան է։ Ռուսաստանը արդեն ոնց որ թե ակնարկներով տեսնում ենք, որ ինքն էլ է ընդունում, որ թելադրողը։ Չի կարա չընդունի։ Հասկանում եք ինքը կարար ինչքան իրանք պատտեցին, այսպես, այնպես։ 24 թվականին ինքը էլի Ուկրաինան էր թելադրում, բայց Ռուսաստանը բան էր անում։ Թրփոշանում էր։ Հետո եկավ Տրամպը, Ռուսաստանը էլի մանկորիչ բան sense բաներ, Ռուսաստանը էլի չէր ընդունում, բայց թելադրողը մեկա Զելենսկին էր։ Որ ես հիշեցնեմ այդ, որ Զելենսկին քարտ չուներ, չնայած 4 թուղթ վալետը ձեռն էր, այդ Տրամպի կաբինետում այդ որ եղել էր, Զելենսկին թելադրեց նույնիսկ Տրամպին, որովհետև եվրոպական լայն կոալիցիան, այդ թվում լայն, որտեղ Ճապոնիա կար, որտեղ Մեծ Բրիտանիա կար, Կանադա կար, լայն կոալիցիան Տրամպին էլ փոխեց։ Հիմա Տրամպը ժամանակին ասում էր ես բանը Ուկրաինան մեղավոր է այս կողմենքով, հիմա ասում է ես չեմ խառնվում։ Իսկ Ռուբիոն ասում է մենք գիտենք, որ Ուկրաինան հաղթում է, եղբայր։ Մենք դրա համար չենք խառնվում։ Երբ որ կհասունանան, որ ոնց որ Հայաստանն ու Ադրբեջանը գան մեր մոտ թուղթ ստորագրեն, այդ վաղ կանենք։